Մանան ջան, գոնե մի քիչ թողեց ցավը։ Չէ, պապի։ Այդ կորանամ ես ինչ փորձանքեր։ Մանան հանգիստ է, հեսա կհասնենք հիվանդանոց, ամեն ինչ կկարգավորվի, լավ։ Ես պիտի հիվանդանոց գնայի։ Մանան գնում ենք։ Ես Գրիշի մոտ պիտի գնայի։ Փորձանք ես դու։ Գրիշի ժամանակն այդ ցավը տանե։ Գրիշին կտանեն չեմ հասցնի հրաժեշտ տամ, Լեան սպասում էր ինձ։ Մանան կլինի հիմա քո երախու մասին մտածես։ Դու հիմա չես։ Հերիք այդ Գրիշի մասին մտածես։ Լավ, հանգիստ հիմա կհասնենք ցավը տանեմ, հանգիստ։ Կարող է ուրիշ երեխուն եմ տանում։ Մենք էլ վերցնենք ու չգնանք է շտապ օգնության հետևից։ Դրությանս մեջ մտի ու նյարդերս մի քայքայի։ Դե դեպքում ասա հասկանամ ուրա աղջիկդ։ Մեզ հետ էր, հետ ընկավ, հիմա կգա։ Գնում ենք առանց իրա։ Որ ես դու աղջիկ։ Լվացում էի։ Իսկ չես մտածում, որ աղբորդ տանող շտապ օգնության ավտոն արդեն գնացել է վաղուց։ Չես ուզում վերցնես ծաղիկները։ Բայց ինչի համար։ Այսինքն գեղեցիկ սեռին գեղեցիկ ծաղիկներ նվիրելու համար հատուկ առիթ է պետք։ Դե ամեն դեպքում մենք այն հարաբերությունների մեջ չենք, որ դուք ինձ ծաղիկ նվիրեք, ես էլ վերցնեմ, ասես ամեն ինչ նորմալ է։ Իսկ ի՞նչն է աննորմալ։ Հաճելի մարդիկ հաճելի շփում են փնտրում ու հաճելի շփում ստեղծում։ Շնորհակալ կլինեմ, երբ որ միասին գնանք մի բաժակ սուրճ վայելելու։ Վայելեք, անուշ լինի։ Չէ, միասին նկատի։ Կներեք, բայց ես չեմ կարող։ Կներեք մոռաց ասեմ, որ մերժումներ չի ընդունվում։ Արդեն դուք վատ դրության մեջ եք իստել։ Խոլգա ջան, ցավը տանը, մենք ինչքան իրար հետ հանդիպել ենք լարված մթնոլորտում։ Չենք կարող հիմա գնալ հանգիստ սուրճ վայելել եւ զրուցենք։ Հիմա ինչ եք ուզում պարզել։ Վիրավորում ես, Օլգա ջան, ես այս շոքին այսքան սպասել եմ ձեզ, որ գնանք իրար հետ մեր օրը լավ անցկացնենք, դու հիմա ինձ կասկածում ես, հա։ Բա եղավ։ Բարի օր, բրատ, ուր ես։ Ես հասնում եմ տեղ, որ ձեզ ճանապարհեմ, են էլ Սարիկը ասեց, որ հələ չես ասել։ Հա, ով, չեմ հասել ու վստահել չեմ, որ կհասնեմ։ Չհասկացա։ Մանանը վատացել է, հիվանդանոց ենք հասցնում։ Ոնց, ինչ ա եղել։ Կարգին ես էլ չգիտեմ, նենց որ ես հիմա չեմ կարագամ, խնդրում եմ ասի տեղ ու Սարիկին ասա թող ինքը գնա։ Ես էլ Սարիկին հեռախոսով այդքանը չեմ կարող ասեմ։ Ավելի լավ է դու ասա որտեղ եք, որ հիվանդանոցում եք, ես էլ գամ։ Պետք չի, ով ջան։ Կլինի ես որոշեմ պետքա թե չէ։ Ով աղբոր պես էլի, ահա որ խառն ենք, Սարիկին տես դրանով արդեն օգնած կլինես։ Այլո, միշտ քո ասածին ես։ Ինը ոչ մի վարքյան երեխուս կողքից մի կողմ չգնանք։ Զգում ես, որ հիմա քո խորհրդի կարիքը չունի։ Սա խորհուրդ չի, սա ընդհանրապես պահանջ է։ Ես ուզում եմ, որ երեխաս ողջ ու առողջ վերադառնա տուն։ Ինչի համար մանանը սենց վարվեց։ Ախր եթե եղբայրները չթողնեին, ինքը իրանց չթողնելուն չէր նայի։ Ուրեմն ինչի չեկավ։ Ինչի վերջին վարքյանին դավաճանեց Գրիշին ու իրանց սերը։ Լավ ես, Լեա։ Դե ոնց որ բոլորը դա։ Ամեն բան սավտան եմ։
Ես հասան գուշկի մտարդի։ Լավ, ինչից սենց եղավ։ Մենակ երեք ապրումները հերիք էին, որ վատանար։ Աստուն ախաչենք երեխեմ չվնասվի։ Ինձ թվում է, որ գրիշին երկրից տանում են, դրա համար է սենց վատացել։ Դե հա, չտեսար մեքենայի մեջ ինչ էր անում, անդադ գրիչից էր խոսում։ Դե ինչ ասեմ, անխելք է։ Այ աստված, երեխուս դեր կանգրի։ Արի պապի, արի նստի։ Բանես, քո գնալն էլ մնաց։ Լավ էլի պապի, աչքիս բան չի երևում։ Շատ լավ սուրճի սեղան է։ Օլգա ջան, ցավը տանեմ, դե հիմա ոնց ասեմ։ Բայց ոնց նայում եմ, հետ սուրճի բաժակները չեմ կարողանում գտնել։ Վայ Օլգա ջան, ցավը տանեմ։ Դու Ավոյի հետ գործ ունես, Ավոյի։ Ոնց կներ Ավոն քեզ հրավիրեր ու սենց սեղան չգցեր։ Դու աշխատանքից նոր ես դուրս եկել, քաղցած կլինես։ Բայց որ մի նորմալ տղամարդը կնոջ սոված տամոքսին սուրճ կհյուրասիրի։ Տենսներից հեռու։ Կան, տենսները կան, բայց աղբեր ջան, ոնց ասում մենք շարու փորձանքից հեռու, թող մեզից հեռու լինեն։ Իրականում ես քաղցած չեմ։ Ուղղակի եկա մի բաժակ սուրճ խմեմ ու դուրս գամ։ Ուր դուրս գաս, այ կյանքիդ մեռնեմ, ոնց դուրս գաս։ Դու դուրս գաս, այն ասա, ես էլ գնամ ինձ մոստից գցեմ, էլի, որ այս շոքին դու պետք է ոտով դուրս գաս ու առանց հաց ուտելու։ Ես ըստե դու պետք է ոտով գնաս, հա։ Դե մեր օրերում տաքսիները շատ լավ են աշխատում։ Շատ լավ են անում, որ լավ են աշխատում, առհասարակ աշխատանքը շատ լավ բան է, թող բոլորն էլ աշխատանք ունենան ու աշխատեն, բայց դա քեզ չի վերաբերում։ Ես քեզ իմ մեքենայով կտանեմ, բայց մինչև տանելը պետք է հաց ուտենք։ Ստեղի հացը շատ լավ է, շատ համով են սարքում։ Ես միշտ ստեղ եմ հաց ուտում, գիտես, չէ՞։ Անմահական է ստեղի ուտելիքը։ Հետո որ ես կին չունեմ, ես մենակ եմ ապրում, դրա համար այստեղ եմ էլի հաց ուտում։ Ես կին չունեմ, Օլգա ջան։ Բարյախորժակ հաց կերեք։ Մանան Սարգսյանի ամուսինն ով է։ Ամուսինն այստեղ չի։ Աղբերներն ենք պապնա։ Ինչ որ պետք է մեզ ասեք։ Թորնուիս ոնց է։ Ցավոք սրտի ձեր թորնու մոտ վիժում է գրանցվել։ Ախ, աստված։ Բայց ոնց, ինչու՞ց։ Գիտեք, դեռ հստակ չեմ կարող ասել, բայց պտուղը մահացել է։ Բա քուրս ոնց է։ Դեռ ոչինչ չգիտի։ Իսկ դուք ոնց եք գտնում, ես ասեմ, թե դուք։ Ես կխոսամ մանուշակի հետ։ Ուրեմն այսօր կմնամ մեր հսկողության տակ, իսկ վաղը կարող եք տուն տանել։ Ուրեմն բարին ես էր։ Իմ արես դու արա։ Ինչ ես խոսում։ Այ վերջ տվեք։ Դա ոնց ճիշտ հասկացի։ Մանանը մակունց էր սրտի տակ պահում։ Իսկ իրանք այդ փաստը հաշվի չէին առնում։ Ու այնքան արեցին, մինչև այդ երեխու գլուխը կերան։ Քրոջս էլ ստրեսի ենթարկեցին։ Դրա համար եմ ասում, երևի բարին էլ էս էր։ Մանանը հիմա գոնե կկարողանա մակունցներից հրաժարվի։ Թողելի հրաժարվի ապեր, բայց ոչ սենց, ոչ այս ճանապարհով։ Ոչ սենց բաների մեջով անցնելով։ Եկալացել մեզ, սիրտս կտոր-կտոր է սանում։
որ լավ եմ, ցավեր չունեմ, բայց զգում եմ, որ մի բան կա, ինչ-որ վատ բան ու ինձ չեն ասում։ Անան ջան, ինչ ասեմ, երբեք այսքան անկարող չեմ եղել։ Պապի ինչ ա կատարվում, խոսա ինչ ա եղել, երեխուս բան ա եղել։ Դու ինքդ մի մատ երեխա ես, արդեն ուզում էիր երեխա ունենալ։ Ինչ ես խոսում, պապի։ Ինչ ասեմ, Ալես, երբեք չեմ ուզեցել քեզ ցավ պատճառեմ, բայց լավ, Աստված մեծ է, դու դեռ երեխա կունենաս։ Բայց ինչի համար։ Աստծո գործերին չխառնվենք։ Ես իմ երեխուն եմ ուզում։ Ցավդ տանեմ։ Պտուղը մահացած է եղել։ Բժիշկները ոչինչ չեն կարողացել։ Գրիշը կմտածի, հատուկ եմ ազատվել երեխուց։ Ինչու այդքան հիմար չի քո գրիշը։ Աստված ինձ պատժեց։ Հիմար բաներ մի խոսի։ Ես ուզում էի ընդհատեի հղիությունս։ Դու Աստված պատժեց ինձ սխալիս համար։ Լավ, հանգստացի, վերջ։ Հանգստացի։ Այս տունը արդեն ինձ խեղդում է առանց իմ ընտանիքի անդամների։ Ինչ-որ մի բան պետք է անել։ Պապի, այդ ինչի բուժկույները երկու տաս շնչակատուր գնացին։ Դե եկան, ստուգեցին, ինչ-որ բան սրսկեցին, լավ, քնեց դրանից հետո։ Իսկ մանանը ոնց տարավ, երբ որ ասացիր։ Կարի նստի պապի։ Չէ, ավելի լավ է դուրս գանք այստեղից, այս պատերը արդեն նեղում են ինձ։ Ամեն բժիշկն ասեց, որ այստեղ արդեն չի կարելի մնալ։ Պետք է դրսում սպասենք։ Պապի, ստեղ նստի միջև ֆաքսին գա։ Կարող եմ այլ դու վատանաս։ Երևի մենք պետք է համտնենք Մանանի հետ խոսալու, ոչ թե դու։ Ախր ինչքան ասեցինք։ Աղջիկ ջան, մի ամուսնացի դրա հետ, դա քեզ զույգ չի, չլսեց։ Ախր քո ինչ տարիքներ ես փորձությունների մեջով անցար, հանդալես։ Փող էր տեսել ամեն ինչի մասին, մոռացել էր էլի։ Իրականում ես էլ այն ժամանակ տես մտածում։ Մանան էլ էր երևի տենց մտածում։ Բայց ես վերջերս բացահայտում արեցի։ Համ իմ համար, համ էլ Մանանի համար։ Մանանը ինչքան էլ ուզում է դժվար լինի այդ ընդունելը, այդ Գրիշոյին իրոք սիրում է։ Ոչինչ էլ չի սիրի։ Ուղղակի վատայենա, որ մեր քրոջը այդ սխալից չկարացանք այդ բանք։ Բայց միշտ չգիտես ինչի մեր ընտանիքն ատոժում ես ամեն ինչից։ Նորից ու նորից քայքայվում ենք, հետո նորից ջանք ենք թափում, որ դուրս գանք այդ վիճակից։ Պապի, այս էլ մի փորձություն է, կանցնենք մի անհանգստացի։ Եթե մենք բոլորս միասին լինենք, ամեն ինչի մեջով է կանցնենք։
Բարի օր։ Լավ չես անում, էլի որ հրավիրավես գալիս։ Դե գամ ինչ անեմ, եթե էլ քո մոտ չեմ աշխատում։ Հոպարը տեկավ առանց հրաժեշտ տալու, առանց ներողություն խնդրելու, տենց անհետացար, հա։ Ներողություն։ Ինչի համար։ Դու մտածում ես, որ սխալ բան չես արել։ Բացարձակ։ Հիշում ես չէ, որ պետք է ինձ ապացույցներ բերեիր, որ դու ավոյի հետ բացարձակ կապ չունես։ Չէ, չմոռացա։ Ուղղակի որ ապացույցներով գայի, կստացվեր, որ իսկականից մեղավոր եմ։ Ինչ հեքիաթ ես պատմում։ Ոնց հասկանում եմ, դու էլ կոնֆլիկտ ես փնտրում։ Կարող է եւ։ Տղես հիվանդանոցում էր։ Ոչ եկար, ոչ գնացիր, ոչ հետաքրքրվեցիր։ Իմանանք էլի, ոնց եղավ, ինչ եղավ, այդ որ պահից սկսած տենց թեշնամացանք։ Այն պահից, երբ որ սկսեցիր չվստահել։ Փաստորեն էլի ես եմ մեղավոր։ Ես անմեղ ու մեղավոր չեմ անում։ Ուղղակի հարց ես տալի, հարցիդ եմ պատասխանում։ Բարձա։ Հոպարնը դասեր տվել ու ուղարկել։ Ավելին ասեմ, հոպարը տեղյակ չի, որ ես տեղ եմ։ Քո խնդիրը գիտես ինչում է, որ ոչ մեկի չես վստահում։ Ազատ ես, կարաս գնես։ Այն ինչի համար, որ քեզ կանչել էի, մեկը էլի չպարզեցի։ Հոպարիդ էլ բարևներ կանես։ Անպայման։ Լավ, արամ տղա։ Հիմա սրտի աշխատանքն էլ կլսենք։ Ինչով է սա։ Ինչ սիրուն է թրթռում։ Բայց շատ երկար պետք չի պահել, որովհետև պտուղը դեռ փոքր է։ Հա, ոնց ասեք։ Շատ երիտասարդ ես, ու դեռ երեխաներ կունենաս։ Մի ընկճվիր, ուժեղ եղիր աղջիկս։ Այս գրիշի դերասանը ինչ էր։ Ներեցեք։ Ինձ հետ եք։ Այո։ Նոր պատահաբար ընկերուհուս տեսա, կուզեի իմանալ։ Ես էլի տաքսիի մեջ եմ ու էլի զանգել եմ քեզ։ Լավ ես արել։ Ներող կլինես, եթե նախորդ անգամ կոպիտ եղա մի քիչ գլուխս խառներ։ Հա, հասկացա, որ գլուխդ խառնա։ Սարիկն էլ հազիվ տուն գնաց։ Մի կերպ համոզեցի։ Ինքն էլ կպած ուզում էր հիվանդանոց գար։ Հա, զանգել էր, բայց գար ինչ աներ, բան չէր փոխվելու։ Իմաստը ո՞րն էր ինքն էլ հետ ընկներ ժողովրդից։ Լավ, հիմա այն ասա, ոնց է մանանը։ Երեխան կորցրած, ոնց պիտի լինի։ Լավ, կլինի գոնե հիմա ասես, որ հիվանդանոցում եք, ես էլ գամ։ Ով ջան, պետք չի էլի ախպերս, որ կարիքը լիներ, կասեի արի, իսկ հիմա ասում եմ թող մնա, ավելի ուշոտ կհանդիպենք։ Լավ էլի Լեո։ Ապրես շատ, բայց ախպոր պես տուն գնա։ Շնորհակալ եմ ծաղիկների, հյուրասիրության ու տուն հասցնելու համար։ Վայ ցավը տանեմ լավ էլի։ Տենց բաներ մի ասա, ինձ վատ դրության մեջ մի քիչ ես ամաչկոտ եմ, իմ մասին որ լավ բաներ են ասում, վատ եմ զգում։ Ականջներս փակեմ։ Ես եմ շնորհակալ։ Ես եմ շնորհակալ, որ քո կյանքի թանկ ժամանակից ինձ նվիրեցիր մի քանի ժամ։ Հաջողություն։
Չշարժվես։ Չշարժվես։ Այ հիմա խնդրեմ։ Աչքերից չեմ հավատում։ Ոնց ես Մանան ջան։ Ինչ ես անում ստեղ։ Եկել էի երեխայիս հետ համոզվեի, որ ամեն ինչ նորմալ է։ Իմիջիայլոց սրտի ձայնն էլ լսեցի։ Դե այս վիճակում Գրիշիս գոնե ուրախացնելու ինչ-որ պատճառ կունենամ։ Կսպանեմ, դուրս գնա։ Բա դու ինչի համար ես սենց երկար պարկել։ Մենակ չասես երեխային կորցրել ես։ Դուրս արի ստեղից։ Ինձ միստիպի տեղիցս վեր կենամ։ Դժվար կարողանաս այս կարգավիճակում ինչ-որ բան ինձ հետ անես, բայց հա, քեզ այնց զգուշանալ պետք է։ Հենց հիմա դուրս չեկար, բժիշկներին կկանչեմ ու վիճակդ շատ վատ կլինի։ Լավ, Մանան ջան, մի ոգևորվի։ Այնպես չի, որ ես ցանկություն ունեմ քո հետ երկար խոսելու։ Մի բան ասեմ ու գնամ։ Երևի այնքան շատ ես ցանկացել, որ ես երեխայիս կորցնեմ, դիեզերքը քեզ նույնը հետ է բերել։ Մտքի ուժը իմիջիայլոց շատ ուժեղ բան է։ Բումերանգի օրենքն էլ դեռ ոչ ոք չի չեղարկել։ Դուրս արի ստեղից։ Մանան ինչ ես կորում։ Ո՞վ եք դուք։ Դավ սրան դուրս հանի ստեղից։ Հարցիս կպատասխանեք։ Ես Գրիշի մտերիմներից եմ։ Անձնական օգտագործման մտերիմն ես, գիտենք, դուրս արի։ Եկել էի երեխայիս մասով ստուգման։ Ամեն ինչ նորմալ է երեխայիս հետ։ Մանան ջան, լավ մնամ։ Ասի տեսնեմ դու ոնց ես։ Հա, ցավում եմ, որ երեխային կորցրել ես։ Դավ։ Կանգնի։ Ինչպես շատ արագ դու իջանցանք։ Լսի, ես թքած ունեմ, թե դու ինչի համար ես եկել ես հիվանդանոց, ու թքած ունեմ, թե ում հետ ինչ հարաբերությունների մեջ ես։ Մի անգամ էլ եմ քեզ Մանանի մոտ տեսել, շանորը կգցեմ քեզ, հասկացար։ Երկար էիր պատրաստվել տեքստիդ։ Ասում եմ, հասկացար ինձ։ Իսկ հիմա դու դեռ չես գիտակցում ով է քո դիմաց կանգնած։ Ասեմ, կարող է քեզ վատը զգաս։ Իսկ կարող է ասեմ մի երկու հոգի քեզ դիմավոր են հիվանդանոցի դիմաց, գլխիդ հարված ուտելուց հետո հորիզոնական դիրքով հետ վերադառնաս։ Ես անհամբեր կսպասեմ այն մարդկանց, ովքեր քո համար գալու են իմ հետևից։ Եթե իրենք գալու են ու չգիտեն, թե դու ով ես, ես իրենց կբացատրեմ։ Բայց եթե գիտեն ու գալիս են, այդ ժամանակ շատ հետաքրքիր խոսակցություն կլինի։ Չէ, զգացում եմ, որ իրոք պատկերացում չունես, թե ես ինչերի եմ ընդունակ։ Գնացիր ստեղից։ Նայ, ես քեզ զգուշացնում եմ, սահմանափակվում եմ զգուշացնելով, հանկարծ Մանանի կողքերը չֆրֆռասել։ Իսկ ես դեռ ոչնչով չեմ սահմանափակվում։ Սա դեռ սկիզբն է։ Ինչ եղավ Դավիթը, գնաց ու մնաց։ Պապի մտածում եմ կարող է Մանանը լավ չի։ Մի հատ զանգի հարցնելու փոխարեն։ Հալո։ Բա ուր մնացիր ախպեր։ Գալիս եմ հեսա։ Կարող է Մանանը լավ չի։
Ասում եմ սպասի, հեսա կգամ կխոսանք։ Ինչ ասում։ Ասում եմ հեսա գալիս եմ։ Ես մի քիչ քայլեմ, հա, հոգնեցի արդեն։ Մանոն, էլ քեզ սենց վիճակում չտնամ, ինչ որ մեկի համար այս վիճակում էլ քեզ չտնամ։ Դավ չես պատկերացնի ոնց էր խոսում հետս։ Այդ աղջկան ամեն անգամ տեսնելուց հետո ես ինձ ամենակեղտոտ, ամենաստոր մարդն եմ զգում։ Լավ ոնց կարելի էր դրա նմանին այդքան երես տալ, որ այսօր ռիսկ անի գա կանգնի դիմացս։ Դե, այդ գրիշոտ շատ հիմար է, ինչ ասեմ, բերանս ես բացել տալիս մանան։ Ուզում եմ տուն գնամ։ Հիմա կարևորը քո առողջությունն է, պետք է դրա մասին մտածես։ Չեմ կարողանում, ուզում եմ դուրս գամ ստեղից Դավ ինձ տուն տարելի։ Կտանեմ հանան, բայց պետք է մի քիչ սպասես, մետ հասկանանք ինչ են ասում բժիշկները, նոր գնանք։ Չէ, էլի հիմա։ Հատ ինձ նայի։ Հիմա ոչ մի բանի մասին չես մտածում, էլի եմ ասում, կարևորը քո առողջությունն է։ Սպասում ենք մի քիչ, հասկանանք բժիշկները ինչ են ասում ու գնում ենք տուն։ Էլ ոչ մեկի ու ոչ մի բանի համար չտենա, որ լացես ու ես վիճակում լինես։ Թքած ունեմ ես բոլորի ու ամեն ինչի վրա։ Եղավ։ Կարևորը դու ես, քո առողջությունն է։ Հիմա պարկի, աչքերդ փակի ու փորձի հանգստանաս։ Ես տեղ եմ։ Երբ զանգես 5 վայրկյանից քո մոտ եմ։ Չմտածես ամեն ինչ լավ է լինելու, մանան։ Վով ջան, ես ինչ ես են զարմացած նայում, ցավը տանեմ, հəl մի տարի անցնենք տուն, ներս մտնենք, համ կխոսանք, ամեն երկու բառ կասեմ, սաղ կհասկանանք։ Մի րոպե, հասկանալու ոչ մի բան չկա։ Վով ջան, շատ սխալ տպավորություն ա քո մոտ հիմա։ Տուն անցի, մամա։ Բալ ես խնդրում եմ, Ասացի տուն գնա։ Ես գոռում, հա։ Ես ձեռինը տուր ստեղ։ Տուր։ Քեզ լրիվ տվել անցել ես ավո։ Նախ ավո չի, տարի կա, հարգան կա, մի քիչ չափի մեջ, Վով ջան։ Հարց տվեցի։ Չես հասկանում, որ չափերը անցել ես։ Չեմ նայի ով ես կամ ինչ ես։ Վով ջան, մի տեսակ շատ խառն ես, հո բան չի եղել։ Մերանդ փակում ես, մինչև խոսքս չեմ ավարտում։ Այ բալա, դու ես ինչ ջղային տղա դուս եկար։ Այս ծաղիկներդ վերցրիր ու գնացես։ Շնորհակալ եմ, բայց կարիք չկար։ Մի անգամ եմ քեզ այս կողմերում տեսել վերջդ շատ վատ ա լինելու։ Իսկ հիմա շնորհակալ եղի Լեոյին ու իր ընտանիքին, որ այս խոսակցությունը սենց ա վերջանում։ Ես իրանց տանը հաց եմ կերել ու շատ լավ վերաբերմունք եմ ստացել։ Դրա համար էլ հիմա բերանս փակում եմ, հասկացար։ Դե հիմա ուշադիր ինձ լսի, արա։ Կարողան ես ինձ դու լակոտի տեղ ես դրել, այ երեկվա երեխա։ Հանդարտվի արագի մեջ։
Ինչ ես եկել փրփրած խոսում ու չես հանդարտվում։ Երեկվա երեխան, որ ձեռներին ազատություն տվեց, վաղ օրդ հարցականի տակ է լինելու։ Ես ամեն ինչ կհանդուրժեմ, ավո։ Բայց որ թողեմ մորս կողքով ինչ-որ մեկը անցնի, են էլ քո նման մեկը, չեմ հանդուրժելու։ Երևի ինձ շատ լավ եմ պահել, շատ հանգիստ եմ պահել, թողել եմ իմ տուն մտնես, քեզ հարգել եմ։ Դու էլ նենց մտածել ես, որ քեզ կարաս սենց պահես։ Էլի եմ ասում, շնորհակալ եղի Լեոին, որ հիմա ավել բան չեմ ասում, ոչ էլ ինչ-որ բան եմ անում։ Լակոտ, են կորած, մոլորված, մեռած, հետեկած մարկը չլնեիր, վզի տնես կխփեիք գլուխդ 7 կռուկ կֆռար։ Բայց ոչինչ, հանդուրժի, ավո, այդ քո մոտ լավ է ստացվում, սրան էլ հանդուրժի։ Վերջում քեզ չվնասես, դիմացի։ Ուրա, պապին։ Ստեղ հիվանդանոցի կողքերը պտտվում է, դու ինչ ես հենց ուշացար։ Արասուս գժված եմ, Լեո։ Ինչ ա եղել։ Այն Գրիշոյի սիրասն էր եկել մանանի մոտ։ Ոնց թե։ Այտենց։ Գիժեն արա իմ արել։ Բա դու ինչ արեցիր։ Ինչ պետք անի, անեցի դուրս շպրտեցի։ Մանանը շատ չէր ներվել։ Նեղվել է, բա ինչ արել։ Դա շատ մեղք արա, շատ է տանջվում։ Շառ են դրանք, ոնց բնութագրես այդ մարդկանց։ Հավով։ Ախպերս շուտ պիտի հանդիպենք։ Բրատ հլը մանանի մոտ ենք, ինչ ա, լուրջ բան չի եղել։ Եղել է, հենց հարմար լինի շուտ զանգի։ Դե գոնե մինչև հանդիպել եմ 2 բառով ասատենամ ինչ ա եղել։ Չէ, սենց հեռախոսով խոսալու չի, սպասում եմ զանգիդ։ Ինչ էր ասում։ Ինչ ասում էր, դրաս պետքա հանդիպենք, բայց շատ կապաղած էր։ Եկավ լուրջ բան եղել, գնա տես ինչ ասում։ Դավջան ստեղել է ամեն ինչ լուրջ, հետո կհանդիպեմ։ Աստորեն ես քեզնից պարտա ճանաչեմ։ Քո ասած ժամին ստեղ եմ ու դու չկաս։ Ես ես հանդիպմանը մի տարի եմ սպասել։ Դու մի քանի րոպե ոչինչ։ Ըստ ինչ ես ոտի մնացել։ Մի տարի սպասել ես։ Հա, ինչ ես զարմանում որ։ Հետաքրքրեց սպասելուդ պատճառը։ Մի տարի Արսենի մայից հետո անցավ, հենց էլ չհանդիպեցինք, ուզում էի Հագայի, չէր ստացվում։ Վերջը ստացվեց։ Հա, վերջը ստացվեց։ Երևի խմենք, չէ՞։ Մենք այսօր հիշողություններով պիտի կիսվենք իրար հետ։ Հետ ինչ հիշողություններով պիտի կիսվենք։ Արսենի մասին։ Կողքից նայում էի, Երանի էի տալ իր նվիրվածությանը քեզ։ Բայց դե Արսենի իմ համար մենակ աղբեր չի եղել, ընկերել է եղել։ Չնայած ում եմ ասում, այդքան մեկ է գնացել ես, տեսել ես։ Հիմա ուզում եմ հետ գնանք, հիշենք։ Լավ բան եմ մտածել, չէ՞։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ճիշտ է, ցերեկով խմել է լավ բան չի, բայց մենք այսօր կանոնները կխախտենք։ Մեզ երկու հատ սառուցող վիսկի։ Դեմ չես, չէ՞։ Մեկ է իմ համար։ Շատ ավելի լավ։ Ձեր ճաշակու ամենալավից։ Շատ լավ։ Ինչի վրա կանգնեցինք։ Ինչի հետ երբ ենք շարժվել որ։ Հա, հիշեցի։ Պիտի անցյալ հետ գնայինք, հիշեինք, վերլուծեինք։ Ես ու դու։ Հա, հենց ես ու դու։
Խոսքը Արսենին է վերաբերում։ Գիտես չէ, մինչև հիմա հիշում եմ ծնված օրը։ Ինձ տատյանց տուն էին տարել։ Հերս եկավ քեֆը լավ, ասեց աղբերս ծնվել է։ Չէի համբերում երբեն Արսենին տուն բերել որ տեսնեմ։ Դե արի հիմա այս խորհրդավոր վիճակը մի կողմ դնենք ու ուղիղ խոսանք։ Ինչի համար ես եկել ծյոն։ Ուղիղ։ Հա, ուղիղ։ Այս տարիքում մանյը վրելը մեր հակով չի։ Հիմա ինձ ասա հասկանամ հետ ինչ ա եղել, որ տենց մի անգամից որոշել ես գաս։ Ինձ տեղ եղածները չեն հետաքրքրում։ Ինձ Ռուսաստանի եղածն է հետաքրքրում Հունան։ Աղբորս մի տարի առաջ սպանել են, ու էդի մի հոգու մեղք չի։ Ու ես կարևոր եզրահանգման եմ եկել, որ աղբորս շատ մոտիկ մարդ է դավաճանել։ Նենց մարդ, ումից ինքը չէր էլ սպասում։ Աղբերս շատ խելացի էր։ Մինչև մյուսները մտածում էին ինչ անեն, ինքը արդեն մտածած անում էր։ Գիտես մենակ երբ էր միամիտ դառնում, երբ խոսքը ընկերներին էր վերաբերում։ Աչքերը փակ հավատում էր, նվիրվում էր, ու մեծ հացեր կիսում սրբության պես ընդունում էր։ Ու մտածում էր բոլորն են տենց, բոլորն են տենց նվիրված ու մեջքից չեն խփի։ Այս խոսակցությունը ուր ես տանում։ Ես չեմ տանում, ինքն իրան գնում է, հանգիստ։ Իսկ ես իմ ուզած պատասխաններին արդեն շատ մոտ եմ Հունան։ Ուրեմն ուշադիր ինձ լսի ծյոն։ Իմ տղան հիմա արտասահմանում կյանքի ու մահվան կռիվ է տալիս։ Ու իմ համար այնքան մեկ է դարել ամեն ինչ, այնքան է հետին պլան մաղվել ամեն բան, որ նույնիսկ քրոջը սպանության փաստը մաղվել է հետին պլան։ Հենց իմացա ով է եղել։ Ու իմ անելիքն արեցի, այդ ժամանակ սիրտես կհանգստանա։ Մենք հետո կնստենք կխմենք ծյոն։ Դու ինձ լավ գիտես։ Գիտես ես ոնց եմ պատժում։ Չարչարելով սպանում եմ։ Իսկ հիմա շատ զբաղված եմ, պետք է գնամ։ Այս հանդիպումն էլ պետք չի շատ հետաձգել։ Անպայման կտեսնվենք։ Հաստատ կտեսնվենք։ Միանշանակ։